Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ պարոն Արման Բաբաջանյանի հետ։ Ողջույն եմ պարոն Բաբաջանյան, ես շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Դուք ասում եք, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ եւ շարունակում եք պատերազմը սորաբար վարում է թշնամին, հարձակվում է, ուրեմն կա հարձակում, կան զոհեր, կան կորուստներ, շարունակում եք Ռուսաստանն այսօր իրական համակարգված հարձակում է իրականացնում Հայաստանի պետականության, ինքնության եւ ապագայի դեմ։ Այնուհետև եզրահանգում եք եւ այդ պայմաններում թշնամուն դաշնակից անվանելը պարզապես քաղաքական սխալ չէ։ Դա ազգային ինքնավոչնչացման կազմակերպված ծրագիր է։ Եվ այսպես։ Այս գրառումը ում է հասցեագրված, պարոն Բաբաջանյան։ Մինչև բուն հարցին հասնելը ես ուզում եմ ամբողջացնել նաև միտքը, որովհետև մինչև հարցին պատասխանելը կարծում եմ նաև հեռուստադիտողներին պետք է համապարփակ տեղեկություն, թե ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ, որովհետև այստեղ մենք շատ կենտրոնանում ենք հիբրիդային բառի վրա, մինչդեռ բանալի բառը եւ առանցքը այս մտքի պատերազմն է։ Ովքեր են սովորաբար պատերազմ վարում։ Թշնամիները։ Ուրեմն սկսում ենք այդտեղից, բանալի բառը թշնամին է։ Հետևաբար, երբ որ մենք հայտարարում ենք, որ հիբրիդային պատերազմ է մեր նկատմամբ, պիտի պատերազմի վրա կենտրոնանանք եւ գործենք ըստ այդմ։ Հետևաբար թշնամին, որ պատերազմ է հայտարարել Հայաստանին չի կարող որևէ պարագային դաշնակից համարվել։ Առավել եւս Հայաստանի փողոցներում, Երևանի փողոցներում, Գյումրիի փողոցներում չի կարող որևէ պարագային ծածանվել Հայաստանի դեմ պատերազմ վարող որևէ կարգի պատերազմ պետության դրոշը։ Հայաստանը չի կարող այդ պետությանը որևէ մակարդակում վարչապետի, փոխվարչապետերի այդ պետությանը համարել դաշնակից։ Ես չեմ ասում չհարաբերվել այդ պետության հետ։ Մենք հարաբերվում ենք նաև Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, ուղիղ կամ անուղղակի, բայց մենք պիտի մեր շրջանակը դաշնակիցների, բարեկամների, ախոյանների, հակառակորդների հստակեցնենք։ Մեր ժողովուրդը պիտի իմանա ով է մեր բարեկամը եւ ով է մեր դաշնակիցը եւ ով է մեր հակառակորդը եւ մենք պիտի ելնենք այդ իրողություններից։ Հետևաբար վերջին շրջանում մայիսի 9-ի շուրջ մեծ դիսկուրս էր հանրային եւ իմ գրառումը բացառապես դրան է նվիրված եղել եւ բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ խոսել են թե ներկա իրողությունները պետք չի խառնել հայրենական պատերազմի հետ, Հայաստանի ուրեմն ավանդի, որ այդ պատերազմում մենք ունեցել ենք, թե որպես խորհրդային Հայաստան, թե նաև որպես հայություն ամբողջ աշխարհում։ Այդտեղ էլ կարծում եմ լրջորեն պետք է մտածել, բայց մենք չենք կարող այսօրվա համատեքստը դուրս դնել այդ մեծ ուրեմն ընդհանուր պատկերից, ընդհանուր նկարից։ Ի վերջո մեր այսօրվա վերաբերմունքը Ռուսաստանին եւ Ռուսաստանի գործողություններին իր անմիջական հարևանությամբ։ Այս կամ այն կերպ պիտի նաեւ զգացնել տա մեր վերաբերմունքը այն իրողություններին, որոնք առնչվում են պատմությանը, որովհետեւ եթե նույնիսկ մենք հանուն մեր ժողովրդի ունեցած դերակատարության այսօր գնում կանգնում են Կրեմլի այդ խայտարակ պատկերին, այդտեղ էլ մտածելու բան կա։ Հայրենիքը, որի համար մենք մեր կյանքը չենք խնայել, ըստ էության հետևողականորեն գլխատել է մեր մտավորականությանը։ Այնպես ինչպես թուրքերն են ցեղասպանության ամբողջ իրենց ծրագիրը իրագործել, սկիզբ դնելով մտավորականության նախգլխատման։
Հետևաբար իրերը պիտի կոչենք իրենց անուններով։ Հայրենիքը կարող է գլխատել ինձ։ Այդ պատերազմը ուրեմն հայրենական չի կարող կոչվել։ Եվ մենք պատմությանը առերեսվելու, ճշմարտությանը առերեսվելու կարիք ունենք։ Եվ սրա մասին դեռ երկար կարծում եմ անհրաժեշտ կլինի խոսել։ Երկու թեմա փաստորեն ուրվագծվեց, առաջինը դուք ասում եք, որ պատերազմը հայրենական չի եղել, չի կարող անվանվել, այդտեղ եղել է հայերի սպանություն։ Ես պարզեցրած ճիշտ ձևակերպեցի, թե ոչ։ Դա եղել է ծրագրված մեր մտավորականությանը գլխատելու քաղաքականություն, որի սկիզբը դրվել է հեղափոխության առաջին օրվանից, բայց այն ամբողջացել է ստալինյան կառավարման շրջանում պատերազմից տարիներ առաջ։ Եվ մենք չենք կարող ընդհանուր կոնտեքստը կտրել եւ վերաբերվել այդ ժամանակահատվածին միայն այն ձևակերպումներով, որոնք ռուսներն են սիրում եւ ռուսներն են որոշել ուրեմն ձևակերպել։ Հատկապես նաեւ վերջին հայտարարությունը Պուտինի, թե բոլոր նրանք, ովքեր կռվել են այս պատերազմում, կոչվում են ռուս զինվոր, անկախ նրանց ազգային պատկանելությունից։ Այստեղ ընդվզելու կարիք կար, հակադարձելու կարիք կար, եւ որոնք այն անձինք եւ այն պաշտոնյաները, ովքեր տեղում էին, կարծում եմ ասելիք պիտի ունենային, եթե ոչ ուղիղ այդտեղ, ապա գոնե դրանից հետո գրառումներով, հայտարարություններով։ Ի վերջո մենք մեր ամենաթանկն ենք տվել այդ պատերազմում, այդ հաղթանակի համար։ Եվ երկու իրողություններ եմ ուզում, որ մենք զուգակցենք, թե ինչպես էր Միսակ Մանուշյանին փառաբանում Ֆրանսիան։ Նույն այդ պատերազմում մի Մանուշյանի սխրանքի հանգույն։ Եվ ինչպես պատասխանեց Ռուսաստանը հայ ժողովրդին 2022, 20 եւ 23 թվականներին մեր գործած սխրանքի եւ մեր թափած արյունին երկրորդ աշխարհամարտին։ Սրանք են տարբերությունները։ Եվ մենք կրկին ասում եմ, մեր վարքագծում, մեր պատկերացումներում եւ մեր դիրքորոշումներում մեր թշնամիների եւ բարեկամների վերաբերյալ պիտի ելնենք այդ իրողություններից։ Չի կարող այլ կերպ լինել։ Արցախը անպատկերացնելի հերոսներ է տվել այդ պատերազմին։ Եվ ամենադաժան վերաբերմունքն է ստացել ռուսներից։ Եվ անմեղսունակություն է ուղղակի Երևանի փողոցներում այդ իրադարձություններից հետո ռուսական դրոշի ծածանումը։ Եթե Թուրքիայի, Ադրբեջանի դրոշները վառել գիտեք, որը անմեղսունակություն է, ինձ համար ռուսական դրոշը հայ ժողովրդի հետ պատահածից հետո վերջին տարիներին որևէ բանով առավելություն չունի ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի դրոշներից։ Բայց ես նույնիսկ սրա մասին չեմ ուզում խոսել։ Դեռ հիբրիդային հարձակումներ, հիբրիդային պատերազմ այսօր ամենուրեք են, եւ Ռուսաստանը միակը չէ, որ հարձակվում է Հայաստանի վրա։ Ընդհանրապես այդպիսի ազդեցությունները շատ բնական են, մեծ տերությունները իրենց կարող են այդպիսի հարձակումներ թույլ տալ։ Հարցը մեր ներքին կարողությունն է դիմագրավել այդ հարձակումներին։ Գուցե գնահատականն է։ Եթե գնահատականը մի կողմ, բայց մենք ներսում ունենք գործակալական ահռելի ցանց, որի վրա հենվում են բոլոր այն տերությունները, որոնք որ Հայաստանին համարում են հակառակորդ եւ Հայաստանի գոյությունը իրենց համար պրոբլեմատիկ է։ Այդ թվում նաեւ Ռուսաստանը։ Հետևաբար մենք խոցելի ենք այնքան, որքան ներսից մենք թույլ ենք տալիս
մեզ վրա հարձակվել։ Եվ մենք այնքան թույլ ենք, որ եւ ներսից է մեր թուլությունը հատկապես, որ արտաքին սպառնալիքները համարժեք եւ համազոր են այն իրավիճակին եւ ներքին այն կոնստրուկտին, որը պիտի պատասխանատու լիներ այդ արտաքին հարձակումների համար։ Հետևաբար հարցերի հարցը ոչ Ռուսաստանն է, ոչ Ադրբեջանն է, ոչ Թուրքիան է, մեր ներքին վիճակն է։ Մենք շարունակելու ենք լինել հարձակման տակ այնքան, որքան մենք չենք կարողացել մեր պետության, պետականության, պետական ինստիտուտների իրավիճակը, ներդաշնակ գործունեությունը կազմակերպել եւ ապահովել։ Հետևաբար ինքնին հիբրիդային պատերազմը դառնում է վտանգավոր, որովհետև դու ներսում ունես այդ պատերազմի համար նպաստավոր պայմաններ եւ այդ պատերազմը սադրողներ, տարատեսակ բաներով, հայտարարություններով, վերջերս էլ այդ հայտարարություններին վստահ եմ դուք էլ անդրադարձել եք, եւ այդ պատերազմով ուրախացողներ։ Այդ պատերազմը միջոց որպես գնահատողներ սեփական քաղաքական ծրագրերը իրագործելու։ Այսինքն ոչինչի առջև չկանգնող շրջանակ ունես դու ներսում։ Եվ եթե որպես պետություն մենք չենք կարողացել կանխել, կանխարգելել այդ շրջանակների քաղաքական ասպարեզում ակտիվ գործունեությունը, չենք կարողացել նրանց ֆինանսական, քրեական, կոռուպցիոն, նույնիսկ այսօրվա մեխանիզմները արգելափակել, դա լրջագույն սպառնալիք է, ազգային անվտանգության մակարդակի սպառնալիք է պետության եւ պետականության գոյության համար։ Որտեղ ըստ էության մենք հիմա արդեն թեվակողել ենք 2026 թվականի ընտրությունների շրջափուլ, որտեղ մենք տեսնում ենք, որ հակաժողովրդավարական ամբողջ պալիտրան քաղաքական որոշել է ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով հաղթել ժողովրդավարությանը։ Այն միջոցներով, որոնք նրանք տարիներ ի վեր կուտակել են, այն կապերով, որ նրանք տարիներով կուտակել են, այն քաղաքական ըստ էության աջակցությունն են ստանում, որ իրենք 25 տարի որպես քաղաքական կապիտալ իրենց համար ձևավորել են, այսինքն երկրի ընդերքը, երկրի էներգետիկան, կապը, ամեն ինչ տվել են ռուսներին, ռուսներն էլ հիմա որոշել են օրինակ հատուկ ներկայացուցիչ նշանակել Հայաստանի ընտրություններին ընդառաջ, ուրեմն սեփական քաղաքական իրենց համար հարմար շրջանակներին իշխանության բերելու։ Հիմա մենք որպես պետություն սրան արձագանքելու ինչ գործուն քայլեր ենք ձեռնարկել։ Ես չեմ տեսնում այդ քայլերը, հակառակը տեսնում եմ նաև գլոբալ այսպես զարգացումներին տուրք տալու համար որոշ ռևերանսներ, որոնք արվում են Ռուսաստանին, բայց խորապես համոզված եմ, որ Ռուսաստանը եւ այն նպատակները, որ մենք հռչակել ենք, ունենալ ժողովրդավարական, կայուն, զարգացող, արևմուտքի հետ ներդաշնակված պետություն, դրանք ուղղակի անհամատեղելի են։ Եթե մեր նպատակը իրապես խաղաղությունն է, այսպես կոչված խաղաղության խաչմերուկն է, հարևանների հետ խաղաղ գոյակցումն է, դա անհամատեղելի է Ռուսաստանի նպատակների հետ։ Ռուսաստանը այստեղ է, որպեսզի մենք խաղաղություն չունենանք։ Ռուսաստանն այստեղ է, որպեսզի Հայաստանը երբեք ու երբեք խաղաղ չապրի, որովհետև Ռուսաստանը ի բնե չունի այլ գործիքներ, քան պատերազմն է, որպեսզի իր ներկայությունն ու իր միջնորդությունը կարողանա ուրեմն երկարաձգել եւ երկարացնել։ Սա է ճշմարտությունը եւ կարծում եմ, որ մենք այս իրողություններից պիտի
ելնելով կառուցենք մեր քաղաքականությունը, մեր ստրատեգիան եւ ես տեսնում եմ, որ այստեղ գնալով ավելի ու ավելի ուրվագծվում է այդ ստրատեգիայի, այդ ռազմավարության բացակայությունը։ Ես չեմ տեսնում կոնկրետ քաղաքական գիծ, որը կանխատեսելի կլինի մեր արևմտյան գործիչների, մեր ռուս գործիչների, նաև մերձավոր արևելքի մեր գործիչների համար։ Ես տեսնում եմ, որ մենք այսպես լարախաղացությամբ ենք զբաղված եւ այսպես կոնյունկտուրային հարմարվողականության դաշտում ենք ընդհանրապես կառուցում մեր քաղաքականությունը արտաքին աշխարհի հետ, դա էլ մեծապես պայմանավորված է մեր ներքին իրավիճակով, այն վախերով, որ իշխանությունը կոնկրետ ունի շատ որոշակի շրջանակներից հենց ներսում, որտեղ ներսում չի կարողացել ժամանակին լուծել կարևորագույն հարցերը, թույլ է տվել, որպեսզի քաղաքական պարազիտությունը դառնա ազգային անվտանգության սպառնալիք։ Այլ կերպ ասած դուք ասում եք, որ Հայաստանի ներսում կան ականներ։ Իհարկե, եւ ես ուզում եմ նաեւ վկայաբերել առնվազն 3 օրինակ եվրոպական, որոնք վերջին ամիսների, շաբաթների ընթացքում ուղղակի մեզ ապացուցում են, թե ինչպես պետք է ժողովրդավարությունը պաշտպանել։ Ռումինական իրադարձությունները, որտեղ սահմանադրական դատարանը ուղղակի ապացուցված համարեց Ռուսաստանի ջանքերով ընտրված այդ տեխնացուին ընդհանրապես ընտրապայքարից դուրս դնելու հնարավորությունը, Ֆրանսիան, որը 2027 թվականին արգելեց Լպենին մասնակցել ընտրություններին, փրկելով ըստ էության ֆրանսիական հանրապետությունը, եւ Գերմանիան, որ ընտրություններում վերջին խորհրդարանական ընտրություններում երկրորդ ամենախոշոր քաղաքական ուժին հրճակեց ծայրահեղ աճ, ըստ էության ազգայնական սոցիալիստական կուսակցություն, որով նրան նրա գործունեությունը սահմանափակող գործիքներ է կիրառել եւ նրան արգելել է ուրեմն ծավալվելու հետագա հնարավորություններից։ Սա ուղղակի օրինակ է, թե ինչպես պիտի պետությունը ներքին իր ինստիտուտներով ամեն գնով պաշտպանի ժողովրդավարությունը, որտեղ հատկապես Հայաստանի պարագային կարող եմ ձեզ հաստատապես ասել, չկա ժողովրդավարություն, չկա պետականություն։ Մեզ համար պետականության գոյությունը բացառապես պայմանավորված է մեր ժողովրդավարական լինելով։ Իսկ ժողովրդավարական չեն լինում միայն ընտրությունների օրը ազատ արդար թափանցիկ ընտրություններ կազմակերպելով։ Դա ամբողջ 5 տարիների գործընթաց է, որտեղ պետությունը ամեն օր պիտի աշխատի ժողովրդավարությունը ոչ միայն պաշտպանելու, այլև ամրապնդելու ուղղությամբ։ Իսկ դրա համար պետք է, որպեսզի դու ուրեմն անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծես եւ այս հիբրիդային պատերազմի հնարավոր հարվածները մեղմացնելու։ Իսկ դա հնարավոր է, եթե դու ներսից ուժեղ լինես։ Դու ներսից թույլ չտաս Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, մնացածի իրենց ամբողջ այս շրջանակի ակտիվ քաղաքական ուրեմն գործունեությունը եւ այն հայտարարությունները, որոնք նրանք անում են հրապարակային, դրանք մեկը մեկից ավելի մեծ սպառնալիք են ստեղծում Հայաստանին։ Օրինակ, հայտարարություն, որ Հայաստանն է սադրել պատերազմը 2020 թվականին։ Դրան հետևել է որևէ իրավական, ես չեմ ասում քաղաքական, իրավական գործընթաց։ Ասենք դա ասում էին ադրբեջանցիները, մենք բոլորս շատ որոշակի արձագանքում էինք դրան։ Հայաստանի ներսում մարդ կա, որը այսօր խորհրդարանական երկրորդ խմբակցության ղեկավարն է։ Հայտարարում է, որ Հայաստանն է սադրել այդ պատերազմը։ Դրանից հետո մենք ո՞նց ենք պատրաստվում այդ մարդու հետ նույն քաղաքական ուրեմն դաշտում գոյակցել։ Պետությունը որտեղ է։ Պետությունը պիտի արձագանքի դրան, թե ոչ։ Այս է նույն սերիայից է այս հայտարարությունը, ըստ որի Սամվել Շահրամանյանն էր, չէ, Արցախում հայտարարում, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը ռազմական սպառազինության մատակարարումներ է իրականացրել Արցախ։ Ինչը ասում էր Ադրբեջանը եւ ասում էր Ռուսաստանը։
քանիցս արդարացնելու համար այն գործողությունները, որոնք տեղի ունեցան Արցախի հետ սկսած 2022 թվականի գարնանից եւ որոնք ավարտվեցին 2023 թվականի աշնանը տխրահարճակ հայտնի էթնիկ զտումների տեսքով։ Ահավասիկ։ Եթե կարելի մի քանի հարց, շատ են հարցերը կուտակվել, արդեն ես գրառել եմ, չգիտեմ որտեղից սկսել։ Նախ հարց, տեսեք դուք ասում եք, եթե դու ասում ես թշնամուն դաշնակից, նշանակում է ոչ միայն քաղաքական սխալ է, ասում եք դուք, այլ ազգային ինքնաոչնչացման կազմակերպված ծրագիր է։ Նախ, հիշեցնեմ պարզապես այդ օրերին, դուք ասացիք, որ Երևանի փողոցներում եւ Գյումրիում Ռուսաստանի դրոշ են տարել, այդ Գյորգիևյան ժապավենն են տարել քայլերթով։ Ադրբեջանում շատ ցածր պաշտոնի, այսպես մակարդակի պաշտոնյայի աշխատանքից հեռացրել են միայն այն բանի համար, որ նա գյուղերից մեկում ելույթ է ունեցել այդ Գյորգիևյան ժապավենով եւ Սովետ միության դրոշով։ Հայաստանում ոչինչ չի արվել։ Դուք հիշատակեցիք Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունը եւ ասացիք, որ Հայաստանի պետությունը ոչ մի իշխանությունները որևիցե արձագանք չտվեցին, ոչ մի ձևով չարձագանքեցին։ Այստեղից հարց. Հայաստանի իշխանությունները այդ ձեր ասած ինքնաոչնչացման կազմակերպված ծրագրի մաս են կազմում, համաձայն են այդ ծրագրի հետ, համաձայն են այդ Գյորգիևյան ժապավենի եւ Ռուսաստանի դրոշով քաղաքում երթին, թե թույլ են։ Ես կարծում եմ իրենք առասարակ շատ վաղուց վախերի մեջ են, վախենում են թուրքերից, վախենում են ռուսներից, վախենում են ադրբեջանցիներից, բոլորից, ովքեր սպառնում են Հայաստանին։ Վախը ինչի նշան է։ Տգիտության։ Վախը ինքնին անգիտության նշան է եւ վախը գալիս է այն ժամանակ, երբ դու նյութին ուղակի չես տիրապետում։ Վախը պարալիզացնում է ողջամտությունը եւ միտքը։ Շատ հեշտ է վախով բացատրել այդ ամենը, պարոն Բաբաջանյան։ Վախով բացատրել այն, որ վարչապետը գնաց Մոսկվա եւ ինչպես դուք եք ասում, թշնամուն դաշնակից անվանեց։ Եթե դու ներսում պետություն չես կառուցում, եթե օրգանիզմդ ներսից փտում է, դուք ինչ եք անում։ Արագ վազում եք բժշկի։ Ահա։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա էր գնացել բժշկի, որտեղ ներսում իրավիճակ չկա, օրգանիզմը փտախտի։ Այսինքն իմ այդ հարցը թույլ է թե համաձայն է, թույլ է դուք ասում եք։ Մենք պետական ինստիտուտների բնականոն, ներդաշնակ, համերաշխ գործունեություն չենք կարողացել ապահովել եւ դրա արդյունքում չենք կարողացել համարժեք պատիժներ, գնահատականներ իրավական եւ քաղաքական սահմանել այն բոլոր անհատների նկատմամբ, ովքեր ոչ միայն տարիներ շարունակ կեղեքել, թալանել, հարստահարել եւ Հայաստանը հասցրել են այսօրվան, նաեւ այսօր շարունակում են իրենց այդ գործունեությունը ոչնչով չտարբերվող, թե որպես իշխանություն են այդպիսին եղել, եւ թե որպես ընդդիմություն են այդպիսին։ Եվ մենք ոչ գնահատական ունենք իրենց ոչ 25 տարվա գործունեության, ոչ այսօրվա գործունեության։ Փաստորեն դուք ասում եք Հայաստանի Հանրապետությունը, որտեղ բողոքել ազգային ժողովի ամբիոնից, անընդհատ խոսել Քոչարյանի հայտարարությունների մասին եւ դրան չտալ իրավաքաղաքական գնահատական, դրան եթե չի հետևում իրավական հետևանք, այդ մարդը շարունակում է ազատության մեջ վայելել իր միլիարդներ, որոնք ապացուցված են, որ թալանված են։ Ի վերջո մարդը 98 թվականին պետք է պարզել ինչ միջոցների է տիրապետել, երբ եկել է Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնել եւ ինչ միջոցների է այս պահին ուրեմն տիրապետում։ Ամենայնիվս ես գոնե կես ժամ ընթերցում էի նրանց հայաստանյան N կապիտալը, որը ազգային անվտանգության ծառայության կողմից փոխանցվել է հատուկ քննչական Պարոն Բաբաջյան, եթե կարելի է այս հարցին ես առանձին եմ պատրաստվում անդրադառնալ, ես ուզում եմ ամփոփել, փաստորեն դուք հայտարարում եք, պահանջում եք, կարելի ասել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը իրավաքաղաքական գնահատական տա
Սկսած 15 թվականից, 1915 թվականից, 91 թվականից մինչև երևի թե իրենց գոնե պաշտոնավարումը 18 թվականը, 20 թվականին ինչ է տեղի ունեցել, 23 թվականին էթնիկ զտում ինչ է տեղի ունեցել, 45 թվականի քաղաքական գնահատական եք դուք պահանջում այժմ, ճիշտ է, հաղորդման սկզբում դուք ասում էիք ինչ է տեղի ունեցել 41-45 թվականների պատերազմի նարատիվները, որ Ռուսաստանը պարտադրել է մեր պատմագիտությանը, դրանք առնվազն քննարկման առարկա պիտի քննարկման եւ քաղաքական գնահատական գնահատականի դրանից այո անհրաժեշտ կլինի որ մենք գնահատական տանք այդ իրադարձություններին իհարկե պիտի տանք որովհետեւ իմ խորին համոզմամբ մենք նվաճված ենք եղել ռուսների կողմից եւ սովետիզացիան պիտի ֆիքսվի որպես մի ժամանակահատված որտեղ ըստ էության ճնշվել է մեր միտքը, մեր զարգանալու, մեր աճելու, մեր բարգավաճելու, ուրեմն եւ առաջանալու հնարավորությունը։ Ուրեմն դրան պիտի հաջորդեր դեսովետիզացիան եւ մենք պիտի այդ 70 տարիները առնվազն կոմունիստական այդ ամբողջ ժամանակահատվածը հստակ պիտի սահմանենք, թե ինչ էր Հայաստանի ինչ է տեղի ունեցել Հայաստանի Այսինքն ամբողջ խորհրդային միության քաղաքական ոչ միայն պատերազմի, այլ ամբողջ այո, պատմաբանների իր ամբողջ դրականով եւ բացականով, հա երևի այո, պատմագիտության նոր նյութ է սա քննարկելու ընդհանրապես Ռուսաստանի դերակատարությունը հայոց ցեղասպանության եւ դրան հաջորդած ամբողջ ժամանակահատվածի ընդհանրապես մեր տարածքային կորուստների ամբողջ արևելյան Անատոլիայի ամբողջ այդ հատվածի Նախիջևանի դրանում Ռուսաստանի դերակատարության ուղղակի մասնակցության եւ ներգրավվածության հարցերը պիտի դրվեն սեղանին եւ մենք դրան չենք կարող ուղղակի մատերի արանքով նայել եւ շարունակել դրանց վերաբերվել այնպես ինչպես ռուսները պարտադրել են մեզ տարիներ շարունակ, բայց իրավաքաղաքական գնահատականը, որի վերաբերյալ ես խոսում եմ, իհարկե վերաբերում է առավելապես Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումից 98 թվականից։ Ես ես կարող եմ միայն ապացույց որպես բերել, միայն նրա ասեմ ինչու, որտեվ եթե մենք խոսում ենք պետության բռնազավթման մասին, մենք պիտի նաև փաստական ապացույցներ ունենանք, եթե իրավական գնահատականի մասին ենք խոսում։ Ձեզ կարող եմ ասել, որ ես 2003 թվականի նախագահական ընտրությունների փաստական ապացույցների եմ տիրապետում։ Տիգրան Եգորյանի հետ փաստաբան մենք ազգային ժողովի падգամավոր եղածի ընթացքում կարողացել ենք ուսումնասիրել եւ արդարադատության նախարարության արխիվից դուրս բերել 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների օրինակ մասնակիցների ամբողջ քվեաթերթիկները, որոնց ուսումնասիրությամբ պարզել ենք, որ 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում Հայաստանից բացակայող մոտ 280,000 քաղաքացի մասնակցել է այդ ընտրություններին հօգուտ հանրապետական կուսակցության։ Հիմա սրան պիտի գնահատական տրվի այս հանցագործներին, այդ կուսակցության ղեկավարին, որը այսօր հայտ է ներկայացրել նաև մյուս տարվա ընտրություններին մասնակցելու։ Դրա մյուս թևին Ռոբերտ Քոչարյանին իրավական գնահատական պիտի տրվի, այդ մարդկանց քաղաքական իմաստով պետք է կախել, որովհետև իրենք զավթել են ժողովրդին պատկանող իշխանությունը։ Այդ գնահատականը պիտի առնվազն վերաբերի նրանց այսօրվա գործունեությանը սահմանափակող որոշ էլեմենտներով։ Ես ձեզ վկայաբերեցի վերջին շաբաթներին եվրոպական առաջատար երկրների դատարանների որոշումներին, թե դատարանը ինչպես է պաշտպանում պետությունը եւ պետության ժողովրդավարությունը։ Եթե այս բոլորը մենք ասում ենք ու անցնում ենք եւ դա հետևանք չի ունենում, ուրեմն մենք դատական համակարգում խնդրեմ ունենք։ Իսկ մենք ունենք դատական համակարգում խնդրեմ։ Իդեպ Հայաստանում 2018 թվականի փոփոխությունները մի բանի համար են եղել,
ոչ Եվրամիության, ոչ Ռուսաստանի, ոչ Ղարաբաղի, մարդիկ արդարություն են ուզել։ Եվ գլխավոր այդ երազանքը, որ մարդկանց դուրս էր բերել փողոց, չի իրագործվել։ Մենք խայտառակ դատական համակարգ ունենք, որը ոչ մեր ամենօրյա կյանքում պաշտպանում է մեր քաղաքացիներին, ոչ էլ մեծ հաշվով պետությանը։ Մենք ունենք քիչ թե շատ, այսպես ձևավորված սահմանադրական դատարան, որը կատարել է իր բուն ֆունկցիան, ի պատիվ մի քանի առանցքային դատավորների, սահմանադրական դատարանի մնացած դատական համակարգը խայտառակ ապիկար իրավիճակում է եւ նախորդ արդարադատության նախարարները ուղղակի իրենց պատկերացումներով այդ կարգապահական բարույթներին վերաբերող պատկերացումներով ուղղակի ավելի վատ վիճակի մեջ են դրել դատական համակարգը, որտեղ այդպես հնարավոր չի զտել եւ մաքրել այն աղբը, որը տարիներով կուտակվել է, ուղղակի հանցագործների ворջ է դարձրել դատական համակարգը։ Այն ինչով մենք զբաղված ենք, ըստ էության սպիտակ ձեռնոցներով աղբի մեջ մարգարիտներ փնտրելուն է նման։ Մինչդեռ մենք պիտի ձեռքներս քշտենք, այդ աղբը հիմնարար կարողանանք մաքրել։ Այստեղ եւս թույլ է, թե ժողովրդավարություն ասվածն է սխալ հասկացվում։ Ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես ներսում համախոհություն չունենք, որ այդ ժողովրդավարությունը պետք է պաշտպանել, որտեղ դատական համակարգի մի ստվար հատված ամեն օր երազում է, որպեսզի իրենց նախկին առաջնորդները եւ տերերը վերադառնան եւ իրենք կարողանան նորից անարգել կերպով կոռուպցիան չի արվել, ինչպես դա կարող է արվել։ Դա դրան իլյուստրացիային որպես այլընտրանք իրավաքաղաքական գնահատականն է եւ բոլոր նրանք այն դատավորները, ովքեր մասնակցել են պետության զավթմանը, որտեղ ի վերջո գիտեք կարելի է ժամերով ընթերցել Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը, բայց ես այլ հարց եմ ուզում տալ։ Լավ, այդ բոլորը ինչպես է հնարավոր եղել։ Ի վերջո դա նաև մեր թողտվությամբ է տեղի ունեցել, չէ՞։ Ի վերջո առանց դատարանների, առանց դատավորների, առանց քաղաքական շրջանակի, քաղաքական ընդդիմության այդ բոլորին չէր կարող տիրապետել Ռոբերտ Քոչարյանը եւ դա անհասանելի կլիներ իրեն։ Մեր բոլորի թողտվությամբ է տեղի ունեցել այդ բոլորը եւ դրան պետք է գնահատական տրվի։ Եվ դա պիտի հետևանք ունենա։ Ինձ այդ հարստությունը չի հետաքրում, ինձ հետաքրում է այն կորուստները, որոնք այդ ամենի արդյունքում մեր պետությունն է ունեցել։ Ինձ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը չի հետաքրում։ Հետաքրում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններով ինչպիսի վնասներ ենք մենք շարունակելու կրել, որովհետև առնվազն հարաբերությունների վերջին 30 տարին միայն կորուստների մասին է եղել։ Եվ հետևաբար կարող ենք սատանայի հետ էլ հարաբերվել, ամենածանր թշնամի պետության Պակիստանի հետ էլ կարող ենք հարաբերվել, եթե դրանից կա օգուտ եւ շահ մեր պետությանը։ Ես ընդհանրապես խնդիր չունեմ, բայց ես ուզում եմ, որ մենք գնահատենք մեր հարաբերությունների սկզբում այս հարաբերությունները մեզ որևէ լավ տեղ տանելու են, օրինակ եվրոպացի մեր գործընկերները, որոնք զգուշացնում էին մայիսի 9-ին չմեկնել Մոսկվա, իհարկե նկատի չունենալով Հայաստանին, իրենք նկատի ունեին Սերբիային, Սլովակիային, բայց անուղղակի դա մեզ էլ էր չէ վերաբերում։ Այսօր մեր անվտանգությունը արևելյան սահմանի ովքեր են ապահովում։ Առնվազն իրենց մոնիտորինգային առաքելությունը իրականացնում են եվրոպացի քաղաքացիական դիտորդները, որոնց տված ամենօրյա գնահատականներով հարաբերական խաղաղություն եւ կայունություն է հնարավոր դառնում պահպանել այդ սահմանին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանին։ Ես վերջերս Խաչիկ գյուղում էի եւ մարդիկ իրենց գարնանային գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելուց առաջ դիմել էին եվրոպացի քաղաքացիական առաքելության դիտորդներին ուղղակի գալ եւ ներկա լինել, որպեսի
որևէ լարվածություն սրացում չլինի։ Այսինքն ենթագիտակցորեն մարդիկ հասկանում են եվրոպացի դիտորդների կարևորությունը եւ աջակցություն են խնդրում նրանցից։ Մի բան, որ նախկինում ռուսներից չեն խնդրել, չեն արել, որտեղ վստահ են եղել, որ ռուսները չեն պաշտպանելու մեզ եւ որևէ կերպ չեն նպաստելու խաղաղության եւ կայունության հաստատմանն ու զարգացմանը։ Սրանք արդեն ենթագիտակցական գործոններ են, որոնք արմատացած են մեր մեջ։ Պարոն Բաբաջանյան, Եվրոպական միությունը, որը երկարաձգում է այդ առաքելության ներկայությունը Հայաստանում, մեզ այլ պաշտպանական եւ անվտանգային գործիքներով է օժտում։ Եվրոպական միության առանձին երկրներ պատրաստ են Հայաստանի հետ պաշտպանական եւ անվտանգային հարցերի շուրջ քննարկումներ ունենալ եւ աջակցել։ Հայաստան, որը շարունակում է մնալ հապկանդամ։ Եվ ըստ էության հապկ կանոնադրությամբ մենք պարտավոր ենք երրորդ որևէ երկրի ոչ հապկանդամ երկրի հետ համագործակցությամբ ստացված տվյալները, այդ թվում նաև սպառազինական, կիսվել հապկ անդամ, այսպես կոչված մյուս դաշնակիցների հետ։ Եվ այս ռիսկը ունենալով մեզ հետ Եվրոպական միությունը եւ Եվրոպական միության առանձին անդամներ շարունակում են համագործակցել, շարունակում են խորացնել համագործակցությունը եւ այս ֆոնին մեր ներկայությունը Ռուսաստանում այդ զորահանդեսին ուղղակի հանցագործների հետ այսօր պատերազմական հանցագործություն գործող սեփական այսպես հավատակից եղբայր ժողովրդին եղերական պատերազմ վարող պետության ուրեմն հրապարակում զորահանդես ընդունելու ընդհանուր ներկայացում է իմ խորին համոզմամբ այնտեղ ներկա լինելը հանցակցություն է ուղղակի հետևանք կլինի դրան։ Ես կարծում եմ, որ հետևանք կա արդեն եւ մենք ահռելի ջանքեր պիտի գործադրենք, որ կարողանանք վերականգնել մեր ուրեմն վստահությունը եւ հեղինակությունը, որտեվ այդ օրը Մոսկվայում գտնվելով մենք լրջագույն հարված ենք հասցրել մեր անկեղծության, մեր ընդհանրապես եվրոպական միության հետ ինտեգրվելու, եվրոպական միության անդամակցելու, որի վերաբերյալ օրենք է ընդունվել, մեր անկեղծ մղումին։ Շնորհակալ եմ գովազդ հայտարարանք եթերում, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ, գովազդը եթերում։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցե Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան Տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան Տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Սիրելի հայրենակիցներ, Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջյանի հետ ենք զրուցում։ Պարոն Բաբաջանյան, ասում են Եվրոպա Հայաստանը չի հասնի, Ռուսաստանը մոտ է, ինչու եք մարդկանց թյուրիմացության մեջ գցում։ Ռուսաստանը մոտ է ասում են, Եվրոպան հեռու։ Գիտեք, ասողները տևական ժամանակ նաև Եվրոպական միության հետ ասոցացման բանակցություններ էին վարում մինչև 2013 թվականը։ Ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր, որ Հայաստանը սահման չունի Եվրասիական տնտեսական միության հետ եւ այդ պատճառով հերանեկարը Եվրասիական տնտեսական միության անդամակցության ուղղակի Հայաստանի համար գոյություն չունի, հարցազրույցներ էին տալիս եւ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ամենաբարձր ամբիոններից խոսում էր Եվրոպական միության հետ ասոցացվելու առավելությունների մասին, մեկ էլ 2013 թվականի հայտնի սեպտեմբեր 3-ի իրադարձությունը մոտ եւ հեռու լինելու մասին մենք կարող ենք երկար խոսել իրականում կարծում եմ, որ Եվրոպական միությանը Հայաստանի մերձենալու ամենամոտ ճանապարհը դա Թուրքիայի հետ սահմանն է։ Եվ այն ինչ նախորդին տեղի էր ունենում Վրաստանի դեսպանատան առաջ, ավելի ու ավելի մեզ պարտադրում է լրջորեն մտածել Թուրքիայի հետ սահմանը։ Բողոքի ակցիա։ Կոնյակագործները դուրս էին եկել, Վրաստանը տևական ժամանակ արդեն մոտ 2 ամիս թույլ չի տալիս հայկական խմիչքների արտահանումը դեպի Ռուսաստան իր տարածքով։ Որտեղ դու այլընտրանք չունես։ Եթե դու կունենաս այլընտրանք, Վրաստանը երբեք չի արգելափակի։ Հետևաբար, բացի տնտեսական, տեխնիկական հարցերից, քաղաքական հարց կա։ Վրաստանը ցույց է տալիս իր ուրեմն առավելությունը, որտեղ քո միակ ճանապարհը Վրաստանն է։ Եվ չունենալով այլընտրանք, մենք ստիպված ենք ամեն անգամ առերեսվել այս խնդրին։ Կունենանք այլընտրանք, կունենանք այդ խոհեմությունը, հասունությունը, եւ Թուրքիայի հետ սահմանի հարցում բոլոր խոչընդոտները վերացնելու գոնե համարձակություն, խիզախություն կունենանք։ Ուրեմն նաև այս տեսակ խնդիրներ չեն ունենա, որտեղ ակնհայտ է հիմա Ռուսաստանի ազդեցության ծավալների մեծացումը վրացական իշխանությունների վրա եւ հասկանալի է, որ հիմա երկրորդ ճակատն են բացում հայ-վրացական հարաբերությունները նորից վատացնելու։ Եվ ես կարծում եմ եւ Վրաստանում եւ Հայաստանում մենք բոլորս պիտի հասկանանք մեր պատասխանատվությունը թույլ չտալու, որպեսզի ռուսները ձեռքերը տաքացնեն հերթական ճգնաժամ առաջացնելու
այս իրենց քաղաքականության վրա Հայաստանի եւ Վրաստանի միջև։ Սա չենք կարող թույլ տալ։ Այսինքն այն ֆուտբոլային խաղից հետո դա դուք համարում եք այն ինչ տեղի ունեցավ ստադիոնում, համարում եք սա դրանք էր դա։ Ես կարծում եմ, որ այո, դա որևէ պատճառ չունեցող, որևէ հիմք չունեցող, առավել եւս Երևանում այդպիսի ընդունելությունից հետո։ Բա Այդպիսի ջերմ ընդունելությունից հետո եւ մեր վերաբերմունքը վրացիներին նույնիսկ այդ դրանից հետո չվատա։ չի փոխվել։ Այսինքն դուք մատնանշում եք, որ Ես աշխատանք է կոնկրետ- տարվում կոնկրետ- Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները հարաբերությունները վատացնելու։ Դա եւս այդ հիբրիդային պատերազմի Մի մասն է։ մաս է կազմում։ Այդտեղ շահագրգռված են եւ Ադրբեջանը եւ Ռուսաստանը։ Հիմա ասում եք Թուրքիայի սահման Իհարկե։ եւ Թուրքիայի սահմանի այսպես ասած վրա նստած է Ադրբեջանը։ Այո, բայց ես ամբողջ կարծում եմ, որ մենք բավարար աշխատանք չենք կատարում միջազգային հանրության հետ այդ սահմանը բացելու ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների, Եվրամիության հետ պիտի սերտորեն աշխատենք եւ բոլոր այն խնդիրները, որ Թուրքիան ունի, թե Եվրամիության, թե Միացյալ Նահանգների հետ, դրանց հաղթահարելու ուղղությամբ մենք պիտի մեր նպաստը բերենք, որպեսզի հասնենք օրինակ Թուրքիայի հետ սահմանի բացմանը։ Այսօր Թուրքիան Եվրամիության հետ ազատ առևտրի նոր համաձայնագրի կարիք ունի։ Ես կարծում եմ, որ Հայաստանը այդտեղ պիտի դերակատարություն ունենա։ հոգուտ Թուրքիայի, Հոգուտ Թուրքիայի։ պաշտպանելով Եվ Թուրքիային։ ցույց տա, այո, Եվրամիությանը ասի, որ ինքը շահագրգռված է, որ Հայաստանը շահագրգռված է, որպեսզի Թուրքիայի հետ Եվրամիությունը ազատ առևտրի այդ նոր պայմանագիրը ունենա։ Դա Ադրբեջանի Մենք գործոնը պիտի նվազեցնելու ճանապարհներից մեկն եք համարում։ Ուզում ենք, որ Ադրբեջանը ավելի պակասացնի իր ներկայությունը ամբողջ քաղաքական եւ տնտեսական պալիտրայում Թուրքիայի։ Ուրեմն պիտի այդպիսի գործիքներ օգտագործենք, որտեղ մենք ուժեղ ենք, մենք պիտի այդ ուժեղ կողմի ազդեցության լծակները ավելացնենք եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ։ Առնվազն 2024 թվականի ապրիլի 5-ի Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, Հայաստան գագաթնաժողովի ընդհանուր տրամադրությունը եւ դրա արդյունքում ստեղծված հայտարարությունը մեզ թույլ է տալիս այդպիսի հարցերով մոտենալ Բրյուսելին եւ այդպիսի հարցեր քննարկել Բրյուսելին։ Մեզ ակնարկվել է դա։ Եվ ցույց տալ նաեւ Անկարային, որ Երևանը կարող է այսպիսի դերակատարություն ունենալ։ Սա դուք եք Անկարային մտածել, թե հետ։ Ես չեմ ակնարկվել մտածել։ է, դուք եք մտածել։ Ես սրա մասին խոսել եմ Միացյալ Նահանգներում, խոսել եմ ամերիկացիների հետ, որ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջև ահռելի հարցեր կան։ Եվ Թուրքիան պիտի իմանա Հայաստանի լոբիստական ջանքերի հնարավոր ազդեցությունը։ Եվ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը բացելու դիմաց պիտի մենք քայլեր ձեռնարկենք, պիտի ջանքեր գործադրենք, որտեղ դա Հայաստանի թռիչքաձև տնտեսական աճի բանալին է։ Բայց դու ադրբեջանական պատնեշը չես կարողանում ճեղքել։ Այո, որովհետև կարծում եմ, որ մեր ջանքերը բավարար չեն, որպեսի այդ պատը ճեղքենք։ Քանի դեռ բավարար չեն, ադրբեջանական պատը անսասան մնում է այնտեղ։ Բայց եթե դա պետք լինի Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը, վստահ եղեք, որ այդ սահմանը կբացվի։ Անկախ նրանից խաղաղության պայմանագիր կստորագրվի թե ոչ։ Իսկ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ մենք մտածում ենք Ռուսաստանի հետ այդ պայմանագիրը ստորագրել, Ռուսաստանում ստորագրել թե չստորագրել, որովհետև Ռուսաստանը եւ խաղաղությունը ուղղակի անհամատեղելի են։ Ռուսաստանը եւ խաղաղության խաչմերուկը անհամատեղելի են։ Իրենց պատկերացրած Հարավային Կովկասը մշտական պատերազմների թատերաբեմ է, որտեղ իրենց ներկայությունը մշտապես պահանջված է այդ կոնֆլիկտները, այդ առնահոսությունը հնարավորինս կառավարելի դարձնելու Փաշինյանը դա գիտակցում է ըստ ձեզ։ Ես հավատում եմ, որ խորապես գիտակցում է, բայց նրա գործողությունները դրանից չեն փոխվում, նրա վարքագիծը դրանից չեն փոխվում, ներքաղաքական մեծապես պատճառներով, որովհետև օրինակ ես գիտեմ, որ Պուտինը անձամբ արգելել է Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։ Եթե դու ներսում չունես կենսունակ ինստիտուտներ, որոնք Պուտինին կասեն Ոչ։ ամենայն հարգանքով, բայց ոչ, եւ դու քո ներքին քաղաքական եւ պետական ինստիտուտների ամբողջ աշխատանքը ենթարկում ես
Պուտինի ցանկությանն ու կամքին, իհարկե գիտակցելով այս բոլոր իրողությունները, միևնույն է գնում ես ստանդարտ ճանապարհով, որովհետև ներսից պայթյուն ես սպասում։ Ի վերջո մենք հոկտեմբեր 27 տեսած պետություն ենք։ Բայց Եվ այդ ականները, առնվազն նրանք, ովքեր հասունացրել են հոկտեմբեր 27-ը, այսօր քաղաքական դաշտում դերակատարներ են, անուններով կարող եմ ասել։ Ես Նայիրի Հունանյանին տեսած մեկն եմ։ Հրանտ Մարգարյանի անունն է ինձ տվել, Ռուբեն Հակոբյանի անունն է ինձ տվել, Վազգեն Մանուկյանի անունն է տվել։ Լավ է, որ հիմա հոկտեմբեր 27-ի, այո։ Այսինքն Նրանք, ովքեր հանդիպել են Նայիրի Հունանյանին եւ հասունացրել են հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Նայիրի Հունանյանին ներշնչել են, որ չի լինի Վազգեն Սարգսյանը Հայաստանը կունենա ուրեմն լուսավոր ապագա։ Սա է եղել բանաձևը։ Այդ մարդիկ ուղակի ոգևորել, ներշնչել են այդ հանցախմբին, այդ տերորիստներին, որպեսզի նրանք ուրեմն իրենց ոճիրը կատարեն։ ոգևորել ներշնչելը մեկ բան է, դրթել եւ կազմակերպելը այլ բան Թող է։ ուրեմն քնչական մարմինները որոշեն ինչ են արել իմ նշած անձինք։ Ես հանդիպմանը ներկա եղել նաև քրեակատարողական ծառայության այդ հիմնարկի տնօրենը հուսամ ձայնագրվել է իմ շուրջ 4 ժամանոց հանդիպման ամբողջ ձայնագրությունը կա եւ հույս ունեմ, որ անջատված մասով այսօր քննություն է իրականացվում։ Ես իհարկե հարցաքննվել եմ այդտեղ։ Հույս ունեմ, որ նաև այդ իմ հանդիպման ամբողջ ձայնագրությունը կկցվի այդ գործին եւ անհրաժեշտ տեղեկություններ կստացվեն։ Սա կարևոր է նաև այս զրույցի համար, որ մենք մշտապես մեր մտքում ունենանք, որ մեր ներքին հակառակորդները, ներքին թշնամիները միջոցների առաջ խտրություն չեն դնելու եւ եթե իրենք ինչ որ պահի դերևս հավատում են, որ քաղաքակիրթ միջոցներով կարող են Հայաստանում իշխանության հասնել, երբեք իրենց սեղանից չեն հեռացնում նաև ահաբեկչական ճանապարհով հաջողության հասնելու հնարավորությունը։ Այդ հաջողությունը ինչպես կձևակերպեք, ինչին հասնելու։ Հաջողությունը այդպես բառ է պարզապես, ինչին հասնելու։ Տապալելու Հայաստանում Դա է ժողովրդավարությունը։ մտադրությունը, Իհարկե, արդյոք Հայաստանը չպիտի լինի անկախ։ Ռոբերտ Քոչարյանը հստակ ասել է. Հայաստանի լինելու գոյության միակ հնարավորությունը միութենական պետության մաս լինելն է, անկախ մնալու, իդեպ նրա պատկերացմամբ այդ անկախ մնալու միակ հնարավորությունը միութենական պետության մաս դառնալն է։ Մի այդպիսի մեկն էլ կար հիմա Ադրբեջանի Բաքվում է, օրինակ ասում էր մեր ուրեմն հերանեկարը պիտի լինի Թաթարստանը։ Գոնե լինենք ոչ թե Չեչնիա, այլ Թաթարստան։ Այսինքն դրանից ավել այս մարդիկ չեն կարող մտածել, որտեղ իրենց քիմիայով, իրենց անատոմիայով, ամեն ինչով նրանք վասալներ են, անկախ Հայաստանի իրական թշնամիները։ Հիմա ձեզ կմեղադրենք, ասեն, ահա, տեսեք, դուք ասում եք միութենական պետությանն են տանում, դա շատ վատ է, դուք ասում եք Թուրքիայի հետ սահման բացելը, դա նույնն է, ինչ որ Թուրքիայի հետ լինել դաշնակից եւ այլն դեպի դառնալ Թուրքիայի, բայց եթե ընտրություն են դնում Ռուսաստանի թե Թուրքիայի հետ, նախ այդպիսի ընտրություն գոյություն չունի։ Ես կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ էլ, Թուրքիայի հետ էլ պիտի համարձակություն ունենանք ուրեմն հարաբերվել։ Բայց ավելի դաժան բան ասեմ։ Եթե ընտրությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև է, ես ընտրում եմ Թուրքիան։ Որտեւ Թուրքիան ասում է, որ մեր թշնամին է։ Եվ մենք մեր հարաբերությունները կառուցելիս նկատի ունենք, որ մեր դիմաց հակառակորդ երկիր է։ Ռուսաստանը մինչդեռ ասում է, որ մեր դաշնակիցն ու եղբայրն է եւ դանակով հարվածում է մեր մեջքին։ Փաստացի թշնամին է, ուզում եք ասեք դուք։ Ես ասում եմ, որ դրանք որևէ բանով չեն տարբերվում։
Այսինքն եւ Թուրքիան եւ Ռուսաստանը թշնամի են ասում։ Բայց որոնց հետ պիտի հարաբերվենք եւ իրերը պիտի կոչենք իրենց անուններով եւ պիտի գնահատենք, թե օրինակ Թուրքիան ինչու է շահագրգռված, որ Ռուսաստանը Հայաստանից չհեռանա։ Որովհետեւ Ռուսաստանի հետ միշտ կարողացել են պայմանավորվել, թե ինչպես մեր կյանքերի եւ տարածքների հաշվին հարցեր լուծեն։ Մինչդեռ նա ով կգա Ռուսաստանի փոխարեն, Թուրքիան չի կարողանա նրա հետ պայմանավորվել։ Եվրոպան ինչպես է, Եվրոպա չէ, Արևմուտքը, Միացյալ Նահանգները առանձին, որ ռազմավարական, այսպես խարծյա ունենք իրենց հետ, այսինքն ինչ որ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների մեջ ենք, եւ Եվրոպան ինչպես է դիտարկում Հայաստանը այդ դեպքում։ Ես կարծում եմ, որ Հայաստանը ռազմավարական որոշում չունի այս ուղղություններով։ Եվ մեր այս լարախաղացությունը ավելի ու ավելի ընդգծում է այս իրողությունը։ Ամորֆ քաղաքական մենք չունենք որոշակիություն։ Մենք լինում ենք, մենք շարունակում ենք մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, բայց օրենք ենք ընդունում Եվրոպական միության անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ։ Կոչվում է բալանսավորում։ Սա խայտառակություն է։ Պարոն Բաբաջանյան, բալանսավորում է կոչվում։ Ես ես ասեմ, առաջին քայլը, որ մենք պիտի անենք, եւ ես հույս ունեմ, որ ընտրություններում մենք կունենանք բավարար աջակցություն այդ իմաստով, նախ Եվրոպական միության հետ բանակցությունների մեկնարկ ազդարարելն է, որին պիտի նախորդի Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալը։ Ժամ առաջ Հայաստանը պիտի ԵԱՏՄ-ից դուրս գա, ել չեմ ասում հապկից, եւ ես հասկանում եմ, որ դրանք պիտի տնտեսական շատ որոշակի ազդեցություն, կորուստներ պիտի նշանակեն։ Այդ հարցերը արդեն բանակցված են Եվրոպական միության պաշտոնյաների հետ, կարծում եմ պետք է վերաբանակցել եւ պետք է շատ լավ կազմակերպված, պատրաստված պաշտոնյաների մեծ խումբ պատրաստել, որոնք կկարողանան Եվրոպական միության հետ բանակցել մեր տնտեսական, պաշտպանական, անվտանգային, էներգետիկ կարողությունները զարգացնելու, ամրապնդելու ուղղությամբ։ Սա այլ ընտրանք չունի։ Մենք չենք զարգանալու ԵԱՏՄ-ում։ Հայաստանը ԵԱՏՄ-ում է ոչ թե զարգանալու, այլ նրա զարգացումը ուղղակի թույլ չտալու համար։ Իսկ ընդհանրապես մեր տարածաշրջանում կենսունակ պետություն լինելու, պաշտպանունակ եւ անվտանգային իմաստով ապահոված երկիր մնալու համար մենք տնտեսական կարողությունների կարիք ունենք, մենք տեխնոլոգիական կարողությունների կարիք ունենք, մենք տիեզերական նաեւ արբանյակային կարողությունների հետախուզական եւ կապի միջոցների կարիք ունենք։ Սրանք չունենալով մենք չենք կարող մրցունակ լինել եւ պահանջված լինել տարածաշրջանում։ Ամենակարևորը իհարկե էներգետիկ կախվածությունը վերացնելու հարցն է եւ Westinghouse-ի պաշտոնյաները գիտեք վերջերս Հայաստանում էին, Միացյալ Նահանգների հետ ձեռք են բերվել նախորդ տարի կարևոր պայմանավորվածություններ, բայց այդ ուղղությամբ աշխատանք չի արվում։ Այս պահին շատ կարևոր է, որպեսզի մենք մնայուն աշխատանքային թիմ ունենանք թե Բրյուսելում, թե առանձին մայրաքաղաքներում եւ թե առավելապես Վաշինգտոնում։ Այնտեղ հիմա հարաբերությունների ամբողջ նոր կառուցվածք է ձևավորվում եւ երկրներին դիտարկում են բիզնես գործընկերության պրիզմայով են դիտարկում եւ մենք պիտի տեսնենք, թե ինչ կարող ենք առաջարկել ամերիկացիներին տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական իմաստներով, որպեսզի կարողանանք նաեւ պահանջված լինել որպես գործընկեր, որտեղ եթե մենք մտածում ենք, որ Տրամպի վարչակարգի հետ կարող ենք շարունակել այսպես միայն ինչ որ բան ստանալու ակնկալիքով աջակցություն ստանալ, չի լինելու այդպիսի բան։ Պետք է մտածել ինչ ենք առաջարկելու եւ դրա դիմաց ինչ ենք պահանջում։ Վերջին լուրը այն է, որ շատ հետաքրքիր ինֆորմացիա է Միացյալ Նահանգների դեսպանատնից են հայտնում Գերմանիայում, որ Գերմանիայում Միացյալ Նահանգների դեսպանը հանդիպել է Գերմանիայում Հայաստանի դեսպանի հետ եւ միասին իրանք քննարկել են Միացյալ Նահանգներ Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հարցը։ Այսինքն նաեւ պաշտպանության նախարարն է Գերմանիայում, որտեղ նախորդին հանդիպել է Գերմանիայի պաշտպանության նախարարի հետ, գիտեք նաեւ պաշտպանական ինչ ահռելի ծախսեր է անում Գերմանիան իր բանակը ոտքի կանգնեցնելու համար եւ այստեղ ահռելի կարևորություն ունի առաջատար Գերմանիան Հայաստանի համար, Եվրոպական միության համար առաջատար Գերմանիան, որը փաստորեն նաեւ Ֆրանսիայի հետ դառնում է Հայաստանի համար կարևոր գործընկեր ոչ միայն տնտեսական, այլև պաշտպանական
եւ անվտանգային հարցերում։ Մնում է Հայաստանը այս ամենին համար հիմք նախապատրաստի ամուր կողմնորոշված Հայաստան։ Ներսում հարցերը պիտի կարողանանք լուծել առանց ներսում Այո։ այս աղբը վերացնելու, առանց ձեռքերը քշտելու այս աղբը ուղակի հեռացնելու մենք չենք կարող արտաքին քաղաքական հիմնարար հարցեր լուծել։ Հետևաբար հարաբերությունները Եվրամիության անդամակցությունը Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ հարաբերություն, Ռուսաստանի հետ հարաբերություն, Թուրքիայի հետ հարաբերություն, Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր է, եթե մենք ներսում ունենք դրա համար նպաստավոր իրավիճակ, նպաստավոր քաղաքական միջավայր։ Այս ներքին թշնամիների նախկին այս ամբողջ մեր պետությունը ունեզրկած գեղեցկած այս շրջանակների ներկայությունը քաղաքական դաշտում մեզ ոչ խաղաղություն է թույլ տալու ունենալ, ոչ խաղաղության խաչմերուկ, ոչ հարաբերություններ բոլոր այն սուբյեկտների հետ, ովքեր ճանաչում են Հայաստանի ինքնիշխան, անկախ ժողովրդավար գոյության, հարատևության իրավունքը։ Ես շատ շնորհակալ եմ պարոն Բաբաջանյան, որ ժամանակ գտաք եւ միացաք մեզ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էր մեր հյուրը, զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը, բարի դենսես։